2029 թվականին մարվող պարտատոմսերի ռիսկի հավելավճարը կազմում է 197 բազիսային կետ։ Սա մի ցուցանիշ է, որը երբեք չի գրանցվել մեր պատմության ընթացքում, այսինքն այսպիսի մարման ժամանակ ունեցող որևէ պարտատոմս այսքան ցածր գնանշում չի ունեցել, սա նշանակում է, որ Հայաստանի ռիսկի հավելավճարը, ինչպես նկատում եք տարվա սկզբից նվազում է ունեցել եւ հատկապես օգոստոսի 8-ի ստորագրված համաձայնագրից հետո նույնպես շարունակել է կտրուկ նվազել։ Հիմա խոսենք մակրոտնտեսական կանխատեսումների մասին։ Հիմնական կանխատեսումները, որոնք գործընկեր երկրների համար արված էին տարվա սկզբում, մնացել են նույնը, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության, որի կանխատեսումները նվազել են 2025 թվականի համար, իջեցվել է 0.6%։ Չինաստանի կանխատեսումները 4.6%-ից բարձրացել է 4.8%։ Միջնաժամկետ հատվածում կանխատեսվում է պղնձի գների միջինում 3.4% աճ, նավթի գների 1% նվազում և պարենի գների 2.2% աճ հետագա տարիներին։ Տնտեսական աճի կանխատեսումները նույնպես վերանայվել են դեպի վերև, ելնելով այս տարվա զարգացումներից և առաջիկա սպասումներից։ Այս տարվա կանխատեսումները 5.1%-ից վերանայվել են 5.2%, 2025 թվականի համար և 2026 թվականի համար 5.1%-ից վերանայվել են 5.4%։ Դեֆլյատորի աճը կանխատեսվել է թիրախային 3%-ի սահմաններում, 2025 թվականի կանխատեսումները վերանայվել է 2.5-ից մինչև 2.6%։ Տնտեսական աճը, որի մասին նշեցի, պայմանավորված կլինի հիմնականում ծառայությունների և արդյունաբերության աճով, իսկ պահանջարկի տեսանկյունից ներքին պահանջարկի և հայկական ծագման ապրանքների արտահանման աճով, որը արդեն շարունակական նկատում ենք այս տարվա ընթացքում։ 27-28 թվականներին տնտեսական աճը պայմանավորված կլինի նույնպես հիմնականում ծառայությունների և արդյունաբերության աճերով, իսկ պահանջարկի տեսանկյունից ներքին և արտաքին պահանջարկի աճով։ Արդեն խոսեցի պակասուրդի մասին, 25 թվականի 5.5%-ից պակասուրդը կնվազի մինչև 2.8% 2028 թվականին և պարտքի հետագիծը կկայանա 54%-ի շրջանակներում և հետագա տարիներին կունենա արդեն նվազման միտում, ինչը մենք ցույց ենք տվել միջնաժամկետ ծախսային ծրագրի կանխատեսումներով։ Էական է խոսել հարկային եկամուտների մասին, որը ճշգրտման է ենթարկվել միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմումից հետո, ուրախ եմ, որ ճշգրտումը տեղի ունեցել դեպի վերև, այս տարի սպասում ենք 1%-ային կետով հարկեր հնա-ցուցանիշի բարելավում, 23.5%-ից այն կբարձրանա 24.5%, մյուս տարի այն կհասնի 24.9%-ի և այնուհետև կխոսեմ նաև հարկային եկամուտների
բացարձակ թվերի մասին։ Ընթացիկ ծախսերի մակարդակը 26 թվականին կկազմի ՀՆԱ-ում 24.5%, հետագա տարիներին նվազման միտում ունենալով մինչև 23%, այսինքն երբ որ մենք խոսում ենք դեֆիցիտի նվազման մասին, դեֆիցիտի նվազումը հիմնականում տեղի է ունենալու ընթացիկ ծախսերի մասնաբաժնի կրճատմամբ և կապիտալ ծախսերի մասնաբաժնի պահպանմամբ։ Կապիտալ ծախսերը 26 թվականին կլինեն 5.9%, հետագա տարիներին կլինի 5.6 և 5.7% ՀՆԱ-ում։ Եվ 25 թվականի համեմատությամբ կապիտալ ծախսերի նվազումը պայմանավորված կլինի Պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերի նվազման հանգամանքով։ Կառավարության պարտքի մասին արդեն խոսեցինք, այն կբալանսավորվի 54%-ի շրջանակում միջնաժամկետ հատվածում, 26 թվականին կլինի 53.5% և պահուստները բյուջեով պլանավորել են 39 միլիարդ, հետագա տարիներին 58 և 72 միլիարդ դրամ։ «2026 թվականի նախագծով պլանավորում ենք 3 տրիլիոն 628 միլիարդ դրամի ծախսեր։ Եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ և դեֆիցիտը կկազմի 537 միլիարդ դրամ։ 2025-ի հաստատված բյուջեի 603 միլիարդ դրամ դեֆիցիտի փոխարեն, այսինքն դեֆիցիտը ոչ միայն նվազում է ՀՆԱ համեմատությամբ, այլ նաև բացարձակ մեծությամբ։ Ըստ այդմ պետական բյուջեի եկամուտները կլինեն 25.9% ՀՆԱ-ում, հարկային եկամուտները 24.9% ՀՆԱ-ում, ծախսերը 30.4% ՀՆԱ-ում և կապիտալ ծախսերը 5.9% ՀՆԱ-ում։ Ձեր ուշադրությանն եմ ուզում հրավիրեմ տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե ձեզ, թե հանրությանը։ Ամենամեծ աճը ըստ էության ունենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որը կազմում է 87 միլիարդ դրամ, այնուհետև ԿԳՄՍ նախարարությունում 57 միլիարդ դրամ, առողջապահության նախարարությունում 44 միլիարդ դրամ, ֆինանսների նախարարությունում գրեթե 42 միլիարդ դրամ, տարածքային կառավարման նախարարությունում 36 միլիարդ դրամ և պետական եկամուտների կոմիտեում 23 միլիարդ դրամ։ Նվազում ունենք 101 միլիարդ դրամ պաշտպանության նախարարության, 10 միլիարդ դրամ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ուղղություններով։ Այլ եկամուտները 26 թվականին կկազմեն 97.7 միլիարդ դրամ, իսկ պաշտոնական դրամաշնորհները 20.5 միլիարդ դրամ։ թվականին պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորման արտաքին աղբյուրները կկազմեն 154 միլիարդ դրամ, դրանցից 133.5 միլիարդ դրամը կկազմեն վարկային միջոցները, իսկ 20.5 միլիարդ դրամը կկազմի դրամաշնորհային միջոցները։ Կապիտալ ծախսերի կառուցվածքը ըստ ֆինանսավորման աղբյուրների ըստ էության կապիտալ ծախսերի 583 միլիարդ դրամը կֆինանսավորվի ներքին աղբյուրներից և 121 միլիարդ դրամը կֆինանսավորվի արտաքին աղբյուրներից, ինչպես կարող եք նկատել 2025 թվականի համեմատությամբ մենք ունենք արտաքին աղբյուրներից ֆինանսավորման չափերի ավելացում
Սա պայմանավորված է նրանով, որ արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը ըստ էության տալիս են ճկունություն, որովհետև մենք պարտք վերցնում ենք այն չափով իշխանով, որ ծրագիրը իրականացվում է։ Այսինքն կարիք չի լինում պարտք վերցնել եւ հետո եթե թերակատարումներ են լինում այդ պարտքի համար ավելորդ տոկոսավճարներ վճարել, թեև այս դեպքում էլ կան պարտավճարներ, սակայն դրանք ավելի ցածր մակարդակ ունեն։ Կարող եմ ներկայացնել նաև ծախսերի հարաբերակցությունը ըստ ուղղությունների, սոցիալական ծախսերը 25 թվականի համեմատությամբ կավելանան 3%-ային կետով, այսինքն եթե ընդհանուր բյուջեի 41%-ը կազմում են սոցիալական ծառայությունները, 26 թվականին այդ ծառայությունները կազմեն 44%-ը եւ Պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության եւ դատական գործունեության ծախսերը 26%-ից կնվազեն 22%-ի։ Եվ եթե խոսենք առանձին նախարարությունների հնայում պատկերի մասին, կտեսնենք, որ ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարության մոտ 0.2%-ային կետով ավելացում ունենք հնայում ծախսերի եւ նվազում ունենք պաշտպանության նախարարության էկոնոմիկայի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք 0.1%-ային կետով են։ Թույլ տվեք նաեւ ներկայացնել պարտքի հետ կապված ցուցանիշները, թեև պարտքի սպասարկման ծախսերը բացարձակ թվով ավելանում են, պայմանավորված պարտքի անվանական ծավալի աճով, հնայի նկատմամբ հարաբերակցությունը կայունանում է 26 թվականին։ Միջազգային եւ ներքին շուկայում տոկոսադրույքների նվազումը կհանգեցնի պարտքի գծով տոկոսավճարների բեռի կայունացման, տոկոսավճարների մեծությունը հաշվարկվել է նաեւ հաշվի առնելով փոխարժեքի գծով որոշակի ռիսկեր, այսինքն եթե այդ ռիսկերը չնյութականանան, պարտքի սպասարկման ծախսերը ծրագրային ցուցանիշից պակաս կլինեն, ինչը օրինակ տեղի է ունենալու այս տարի մենք ունենալու ենք պարտքի սպասարկման գծով գրեթե 40 միլիարդ դրամի տնտեսումներ։ Պարտքի կառուցվածքի մասին եթե խոսենք, ապա ինչպես գիտեք, ներքին պարտքը 50%-ի շեմը անցել է վերջին տարիներին, մենք առաջիկայում պլանավորում ենք այս հարաբերակցությունը մի փոքր փոխել եւ մեծացնել արտաքին պարտքի մասնաբաժինը, որպեսզի ավելորդ ճնշում չգործադրենք Հայաստանի բանկային համակարգի վրա լիկվիդայնության տեսանկյունից, որպեսզի մեր տնտեսությանը ուղղող ներդրումները կարողանան արդյունավետ իրականացվել եւ տոկոսադրույքների ավելորդ բարձրացում տեղի չունենա։ Ըստ էության նույն բանը տեղի կունենա դրամային եւ արտարժութային պարտքի մասով։ Ըստ գործիքակազմի կշարունակենք բարձր մակարդակում ունենալ պետական գանձապետական պարտատոմսերի ծավալը, որը կկազմի 26 թվականին 48.6%, 25 թվականի 49.7%-ի հարաբերակցությամբ եւ շարունակենք ունենալ ֆիքսված տոկոսով ուրեմն պարտք, որը կլինի շուրջ 86.8% շրջանակում։ Բոլոր պարտքային ցուցանիշները, պարտքի թիրախային ցուցանիշները ներկայումս գտնվում են ուղենիշային մակարդակում եւ բնականաբար ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ ուղենիշային մակարդակում մնա եւ այդ բոլոր ցուցանիշները բարելավենք։ Եթե խոսենք պարտքի վերաֆինանսավորման ռիսկի մասին, ապա մենք ներկայացրել ենք պարտքի մարումները մինչև 2054 թվականը,
Մարման տեսանկյունից մեկ մեծ մարում ունենք 2029 թվականին, բայց ինչպես հիշում եք, այս տարի